Կենտրոն 1 համատիրությանը պատկանող 47 շենքի բնակիչները կրկին տհաճ փաստի առջև են կանգնել։ Մի քանի տարի առաջ բնակիչներով գումար հավաքեցին եւ վերանորոգեցին շենքի տանիքը, որն ամեն գարնան կաթում է, շարքից հանելով բնակարանները, սակայն տանիքն հիմնովին վերանորոգելու կարիք ունի։ Բնակիչների խոսքերով բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին։ Մենք մեր ուժերով հավաքեցինք, մի թեթև վերանորոգեցինք, նորից նույն վիճակն է։ Սենց մինչեւ երբ կարելի է ապրել։ Ում եք դիմել։ Դե թաղապետա ինչա գիտի, քաղաքապետարանը գիտի, որ մեզ ասացին առաջի հերթա 47 շենքը, մենք էլ արխային ենք, թե կգանք սարքեն, բայց ոչ մի ձեն, ոչ մի բան։ Ամեն տարի գարուն լավ կլինի, արդեն կվերանորոգենք, այդ գարուն էլ այս շենքին գարուն չկա երևի։ Ինչպես նշեց Կենտրոն 1 համատիրության կառավարիչ Թարվերտ Բակրատյանը, ինչ որ ծրագրի շրջանակներում, թե այս շենքի եւ թե թիվ 31 շենքի տանիքները պետք է վերանորոգվեն, սակայն ծրագիրը չիրականացավ, տանիքների վերանորոգումն էլ հետաձգվեց, մնաց այս տարի։ Տեսնենք քաղաքապետարանը երբ եւ ինչպես կշահի ծրագիրը։ Այդ տանիքը ներգրավել են ծրագրի մեջ, ծրագրի շրջանակներում պետք է կատարվեր։ Ուղղակի անցած տարի ծրագիրը չեղավ, հիմա այս անցած տարվա դեկտեմբեր ամսին նորից ներկայացվել է 47 շենքի տանիքը, դրա հետ միաժամանակ 31 շենքի առաջի երկրորդ մուտքը, որ էլի անբավարար վիճակում են, կարիք ունեն վերանորոգման։ Մենք ներկայացրել ենք, որտեղ դա պահանջում են մեծ գումարներ։ Հիմնականում տանիքները վերանորոգված են թաղամասում, 95%-ով արված են, այս երկու տանիքների խնդիրն է հիմնականում։ Նո հետո երևի այս տարվա ծրագրի շրջանակներում կկատարվի։ Տիկին Ժենյան ամուսնուն է խղճում, թոշակառու եւ հիվանդ տղամարդն ամեն անգամ շենքի տանիք է բարձրանում ձյունը մաքրելու, որպեսզի հալվող ձյունը չթրջի բնակարանը, սակայն ջուրն հասցնում է թրջել եւ բնակարանը եւ փչացնում տան պատերը։ Ջուրը իմ տունը լրիվ, Վաղնիկ, Միջանցք, Խոհանոց, բոլորը ջուր է լցում, շատ արագ։ Նույնը 8-ն է, նույնը 9-ն է, 9-ին բնակիչ չկա, այդ բնակիչն էլ թողել է, բալանին էլ չի տվել հարևաններին, որ գոնե բացել են դիամանտն են։ Բազմաթիվ անգամ ղեկավարությանը ասել եմ, թաղապետը շատ լավ գիտի, դրելին հերթի, 4 տարի նույն պատմությունն է։ Եկավ էս առաջի հերթեր, բայց մի անգամից տեղափոխին 63 է։ 63 իզոլյացիա արին ու այդ օրվանից այսօր ոչ մի իզոլյացիա, ոչ մի տեղ չի։ Իսկ ամենից սարսափելին խոնավությունն է, որի պայմաններում ապրելն արդեն իսկ բնակիչների կողմից անհնար է։